Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր մենք այս ֆորմատում քննարկում ենք օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Վերջին 2-3 օրը բավական թեժ են, երեք դուք հետևեցիք իրադարձություններին, ձերբակալություններ, բերման ենթարկվածներ կային։ Արդեն օրվա ավարտին փաստորեն հայտնի դարձավ, որ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, Արա Ռոստոմյանը եւ այլ գործիչներ։ Ես կարծում եմ, սա սպասելի գործողություններ էին իշխանությունների կողմից եւ այսպես սկսենք հայկական մամուլի կարևորագույն հրապարակումներից։ Փաստ օրաթերթը գրում է. նախորդին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ եւ սրմամբ, այդ թվում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ եւ քաղաքացիական հասարակության, այդ թվում կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ։ Թե ինչ է կատարում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, մենք մեր խնդիրներից էլ մինչև կոկորդներս կուշտ ենք, սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները այնպիսի տպավորություն է ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը, բայց չէ, ԱՄՆ պետդեպարտամենտը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում եւ կալանավորում է Սարքովի գործերով, իշխանություններին քննադատողների նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում եւ այլն եւ այլն։ Ինչ է ստացվում, եթե Վրաստանում ընդդիմությունը արևմտամետ է, ուրեմն Վրաստանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, իսկ եթե Հայաստանում իշխանություններն են արևմտյան թելը թելում, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հայամետ են, պետականությունն ու ազգային դիրքորոշում ունեն, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողությունների վրա կարելի է աշկ փակել։ Նույնը վերաբերում է նաև եվրոպական երկրներին եւ կառույցներին։ Ճիշտ է, կան տեղեկություններ, որ ԵՄ առանձին երկրներ իրենց դեսպանների միջոցով ներքին կարգով որոշ անհանգստություններ են հայտնել, բայց հրապարակային որևէ խոսք չի լսվել։ Սրա պատճառով էլ հայաստանյան հասարակության մեջ խորանում է անվստահությունը արևմուտքի նկատմամբ, քանզի ակնհայտ կիրառում են երկակի ստանդարտներ։ Ինձ համար իհարկե ես ժպիտով այս հոդվածը կարդացի, ինչու այս կարգի միամտություն եւ այս կարգի, չգիտեմ, չպատկերացնել աշխարհի դրվածքը ես չեմ պատկերացնում, անկեղծ եմ ասում, որովհետեւ այն, որ Միացյալ Նահանգները կամ ցանկացած երկիր, եկեք միայն Միացյալ Նահանգների վրա չֆիքսվենք, առաջնորդվում է երկակի ստանդարտներով, որովհետեւ առաջնորդվում է իր շահերով։ Միացյալ Նահանգները Վրաստանում արձագանքում է ընդդիմության նկատմամբ կատարվողին, ինչու, որովհետև Վրաստանի իշխանությունները չեն ենթարկվում Միացյալ Նահանգներին։ Հայաստանում Միացյալ Նահանգները լռում են նույնանման կամ ավելի խիստ, ես չեմ կարծում, գոնե չեմ հիշում, որ Վրաստանի ղեկավարները սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնեն ընդդիմախոսների եկեղեցու նկատմամբ կամ այլ հոգևոր կառույցի նկատմամբ իրենց ընդդիմախոս, այնպես որ անգամ համեմատելու չէ, բայց Հայաստանի իշխանությունները, քանի որ ծառայում են Արևմուտքին եւ Միացյալ Նահանգներին, ինչու պիտի գնահատական տրվի, այսինքն ինչ միամիտ ակնկալիքներ են էլի աշխարհից, Միացյալ Նահանգներից, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունից, անիմաստ ակնկալիքներ են եւ ժամանակն է, որպիսի հատկապես լրագրողները, որոնք պիտի որ լավ պատկերացնեն քաղաքականությունը, հասարակությանը քաղաքականության վերաբերյալ մատուցեն ճշմարտությունը, հատկապես աշխարհաքաղաքական հարցերի մասով, որտեղ չկա բարոյականություն, միջազգային հարաբերություններում կան միայն շահեր։ Եվ եթե Հայաստանի Հանրությունը հանդուրժում է այս որակի իշխանություն, ապա ինչ եք պահանջում Միացյալ Նահանգներից կամ եվրոպական երկրներից։ Այլ հարց է, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում են, խորհրդարանից դուրս են, երբ հանդիպում են Եվրամիության դեսպանին եւ երբ հանդիպում են եվրոպական երկրների դեսպանին, ուղղակի կարող են քաղաքական իմաստով թքել դրանց ճակատին ու վերջ, հրապարակային ասել, գնահատականներ տալ, Միացյալ Նահանգների դեսպանի ամեն հրավեր չընդունել, Ֆրանսիայի դեսպանի ամեն հրավեր չընդունել, Եվրոպական միության դեսպանի ամեն հրավեր չընդունել։ Այսա կլինի գնահատական, իրանք էլ կզգան, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են ոչ թե միամիտները, այլ հասկանում են
եւ Հայաստանի քաղաքական շրջանակներն էլ հասկանում են մեր երկրի շահերը։ Հակառակ պարագայում ինչ որ միամիտ ակնկալիքներ կան աշխարհից։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ազգային ժողովի մատյան գունդը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ 3 վաղ առավոտից լռվել էին Facebook-ում եւ իրար հերթ չտալով յուրաքանչյուրը 1 տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ իրենց տերմիններով հեղաշրջման պլանի մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որևէ խնդիր չկա եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղմունք են գտել։ Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը միտումնավոր համակարգված գործողություն էին մշակել իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին։ Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղթիկ համարվող նյութեր, որոնք ԿՊԱ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային, խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից ժողովրդի կարեկցանքին արժանանան եւ նրանց ռեյտինգը բարձրացնեն։ Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտումն է, թշնամանք տարածելն ու ընդդիմության թիրախավորելը։ Ես ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը առանց իր թիմակիցների էլ անելու էր այնինչ անում է հիմա, ինքը ամենևին կարիքը չունի Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի մնացած ԿՊԱ-ականների, որոնք ստորագույն ձևով ինչ-որ հրապարակումներ էին անում, ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանի համար կողմից սա հայտարարված մրցույթ է 2026-ի ընտրություններին մասնակցելու եւ ԿՊԱ-ականները իրականում ոչ թե ժողովրդին էին ինչ-որ բան համոզում, որտեվ իրենք տեղեկատվական ռեսուրսներ ունեն ժողովրդին համոզելու համար, այնինչ պետք է համոզեն եւ ժողովրդի այն հատվածը, որը ուզում է համոզվել Նիկոլ Փաշինյանի այս կամ այն տխմարաբանության մեջ, միանշանակ համոզվելու է առանց Ալեն Սիմոնյանի կամ մյուսների։ Նրանք իրենց տեղն են ապահովում 2026 թվականի ցուցակում։ Եվ մի հետաքրքիր դրվագ, երեք պատվալներից քարոզչական դաշտ էին հանել նաև Աշոտիկին, որը պատերազմի օրերին, եթե հիշում եք, ըստ ԿՊԱ-ական քարոզչամեքենայի, երբ ադրբեջանական գրադ կայանքը կրակում էր, բոլորը փախնում էին, ինքը կանգնում էր, փաստորեն բոլորից միակ խելագարը ինքն էր, որովհետև գրադի պարագայում ցանկացած զինվորական ստանդարտով, երբ հրթիռներ են կամ ականներ են նետվում, դու պետք է ինչ-որ թաքստոցում թաքնվես, բանը չէր, հսկա հրթիռ կուլ տվող չես, որ կանգնես դրանց դեմ, բայց ամեն դեպքում, երբ էս բոլորին հանել են պատվալներից ու գցել են, մի մասն էլ գցվել է տեղեկատվական դաշտ, ինձ համար այս ֆոնին շատ ծիծաղելի է երևում այսպես կոչված impeachment-ի գործընթացի մասին խոսակցությունները, որը վարում է Սերժ Սարգսյանի թիմը։ Այսինքն մարդիկ ուզում են ասել, որ այդ ԿՊԱ-ականները, որոնք սրիկայական տեքստեր են գրում, հրապարակային են գրում, պատրաստ են, նրանց մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են միանալ Սերժ Սարգսյանին impeachment-ի գործընթացով։ Եվ մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը, որը ձերբակալում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան հայրերից մեկին, Բագրատ Սրբազանին, ձերբակալում է տասնյակ այլ մարդկանց, կանանց, այդ թվում։ Դուք կարողանալու եք Նիկոլ Փաշինյանից ԿՊԱ-ականներ պոկել, լուրջ եք ասում։ Դուք դա մի դեպքում, իհարկե տեսականորեն հնարավոր է, մի դեպքում, եթե Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն պայմանավորվածություն, որ ժամանակն է եկել պարտքը վերադարձնելու, ինչպես 2018 թվականին, եթե հիշում եք, Միրան Պողոսյանն նաև վկայություն է տվել դրա մասին հանրապետական, Սերժ Սարգսյանի հորդորով որոշ հանրապետականներ, չնայած տարբերություն չկա մեծ մասով, քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի հորդորով որոշ ԿՊԱ-ականներ կքվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածուի օգտին։ Ուրիշ պարագայում ուղղակի հնարավոր չի դա։ Ուղղակի հնարավոր չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը այսօրին այդ ձերբակալություններով, այս ապօրինություններով դա ցույց է տալիս։ Դուք ուզում եք ասեք, որ
5 միլիարդ դոլարի կապիտալ ունեցող, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, աշխարհում մեծ ճանաչում ունեցող Սամվել Կարապետյանին ձերբակալող Նիկոլ Փաշինյանից ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը, Լուլուն, Արսեն Թորոսյանը, Աներձակ Հրաչը չեն վախենալու ու ասենք Սամվել Կարապետյանից ավելի մեծ հնարավորություններ ունեն, ասել են մենք դուրս են գալու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Հրապարակ թերթը գրում է. Մայրաթորին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասում են, որ եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է։ Օրինակ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեվորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա։ Պետք է նման բան կազմակերպել։ Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն։ Հայտնի է, որ Կարապետյանը վեհապարի մոտ ընդունելությունից հետո հենց էջմիացնում էր այդ կարճ հարցազրույցը տվել News-am-ի թղթակցին։ Նա փորձում է արմատական տրամադրված հոգեվորականներին ու հավատացյալներին հնարավորինս կառավարել, հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը սրացումների այս փուլը կանցկացնի։ Ես չգիտեմ, վեհապար հայրապետը իրականում վստահ է, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի կթուլացնի սրացումները, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի թուլացնի, բայց կարծում եմ վեհապարը իմ կարծիքն է, ճիշտ ճանապարհ է ընտրել, ինչու, որովհետև ու ես չեմ իհարկե այդ գնահատական տվողը ճիշտ կամ սխալ, բայց եկեղեցին իրավունք չունի տրվել էմոցիաների եւ հենց այդ տրամաբանության մեջ էլ մնում է վեհապարը եւ եկեղեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանին հենց դա էլ պետք է։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ եկեղեցին, հոգեվորականները իջնեն իր մակարդակի, հա, ու ասենք Նիկոլ Փաշինյանը ուզածը որն է, որ հոգեվորականների հետ սեռական օրգաններով չափվեն երևի։ Արդեն դուք տեսաք, որ շատ ուղիղ առաջարկ էր նման անում։ Մարդը, հասկանում եք, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի առաջնորդն է, ինքը պիտի իջնի Նիկոլի մակարդակին։ Նիկոլ Փաշինյանը սեռական օրգանների չափումներ կարող է անել Ռոմանոս Պետրոսյանի հետ, սա արդեն իմ առաջարկն է, ոչ եկեղեցու։ Իհարկե, այստեղ եթե Ռոմանոսը չնեղվի։ Հրապարակ թերթը գրում է. իշխանության մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին։ 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից։ Իդեպ, գաղտնազերծված փաստաթղթի վրա գործողությունների ժամանակահատվածը նշված է 2024 թվականը, հետևաբար եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերվում, այլ անցյալին։ Ըստ աղբյուրների, իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Ես ասեմ, այդ հեղաշրջման պլանի ցուցակը, պլանը շատ ծիծաղելի է եւ ես այդ պլանին ծանոթացա փաստորեն օրվա ավարտին, այդ փաստաթղթի, այսպես կոչված փաստաթղթի հրապարակման օրը, այդ օրը գնացել էի գնումների, կինս ինձ տվել էր առևտրի պլանը մեր տան եւ երբ որ համեմատեցի, մեր առևտրի պլանը ավելի լուրջ էր, քան այդ հեղաշրջման պլանը։ Եվ ես վստահ եմ, որ այդ պլանը ԿՊ-ում է գրվել, որովհետեւ նման հիմարություն միայն ԿՊ-ում կարող է գրվել։ Ես համաձայն չեմ հոդվածագրի հետ, որ Փաշինյանը փորձում է կարծում է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, Փաշինյանը վստահ է, որ մարսելու է, ասենք ով իրեն պիտի բան ասի։ Ես մարսելու այն իմաստով չեմ ասում, որ Սամվել Կարապետյանը ոչինչ չի անելու, ասենք այդ ձերբակալությունը, այս քաղաքական հետապնդումը ով պիտի դատապարտի։ Արևմուտքը աջակցում է իրեն այդ հարցում։ Ուրիշ ինչ հարցում պիտի չմարսի։ Ժողովուրդ պիտի փողոց դուրս գա, այդ ժողովուրդ հիմա էլ փողոց դուրս գա։ Բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը ավելի շուտ փորձում է այս հեղաշրջման պլանի հրապարակայնացմամբ, այսպես կոչված պլանի հրապարակայնացմամբ, այս բեմադրություններով
նվազեցնել Սամվել Կարապետյանի դերակատարումը քաղաքական դաշտում։ Այսինքն Սամվել Կարապետյանը հիմա դիտարկվում էր ալտերնատիվ, ընդդիմությունը ինչ որ իմաստով ոչ խորհրդարանական ընդդիմությունը լճացած վիճակում էր, չնայած խորհրդարանականն էլ տես լավ վիճակում չի, բայց ամեն դեպքում նոմինալ իրենք խորհրդարանում են։ Եվ Սամվել Կարապետյանի հայտնությունը, ձերբակալությունը ինչ որ նոր օջախ, նոր ուժային կենտրոններ ձևավորվում։ Փաշինյանը հին պլաստինկան դնելով շրջանառության մեջ, իհարկե ինքը հիմա դնում է շրջանառության մեջ, բայց ես չեմ պնդում, որ այդ պլաստինկայի հեղինակը ինքն է։ Ամեն դեպքում հին պլաստինկան դնելով շրջանառության մեջ, ասում է, չէ, ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանի կողմ մի նայեք, այստեղ ուրիշ ընդդիմադիրներ կան, խնդրեմ իրանց նայեք, հա։ Ես ավելի շատ այդպիսի տպավորություն եմ ստանում։ Եվ համակարգված այս հարցակումը իբրև թե հեղափոխության պլանի դեմ, որը մեր տան առևտրի պլանից ավելի անլուրջ էր, իրենք իրականում տեղեկատվական առումով, այո, խամրեցնում են Սամվել Կարապետյանի հայտ գալը եւ քաղաքական հայտ ներկայացնելը։ Այստեղ կարծում եմ շատերը ինձ հետ կհամաձայնեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կրթության մասին օրենքի համաձայն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի կրթություն ստանալու իրավունք անկախ սեռից, ռասայից, կրոնից, սոցիալական վիճակից։ Սա նաև մայր օրենքի ՀՀ սահմանադրության պահանջ է, սակայն այս իրավունքը խախտվում է հաճախ, քանի որ իբրև թե իրականացվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, սակայն իրականում այդ ծրագրի պատճառով դպրոցներում հաճախ խաթարվում է վերոնշյալ իրավունքը, քանի որ դասապրոցեսը հարկադրաբար 1-2 հաճախ 3 տարով տեղափոխվում է եւ իրականացվում է այլ տեղ։ Օրինակ մշակույթի տանը, որտեղ տարրական պայմաններ չկան, կամ նախկին գյուղապետարաններում, որտեղ 100 աշակերտ անգամ չի տեղավորվում եւ այսպես շարունակ։ Կրթական ոլորտի այս հրավտանգ իրավիճակին զուգահեռ, երբ ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հեգնում էր ոլորտը վատաբանողներին, փակվում եւ լուծարվում են դպրոցներ։ Օրինակ այսօր կառավարության նիստում որոշում է պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիչքի միջնակարգ դպրոց ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին։ Կրթական մասով, կրթական ծրագրերի մասով, հանրակրթության մասով այս մարդիկ լրջագույն ծրագիրներ իրականացնում, իրենք ի տարբերություն շատերի լավ հասկանում են ինչ ասել է գործ ունենալ ապագա սերունդի հետ, սերունդ, որը դու ես ձևավորում իր մտածողությունը, եւ իրենք ձևավորելով իրենց արժանի մտածողության մթնոլորտ, ապագայի համար լուրջ ռումբեր են դնում մեր հանրապետության տակ։ Երեխաները այդտեղ մեղավոր չեն, սերունդը մեղավոր չի, նրանք դարձել են այս իշխանության ձեռքին ներողություն արտահայտության համար փորձաճագարներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը տեղեկացավ, որ այսօր լրանում է վերջնաժամկետը եւ պարզ կլինի դատավոր Արմեն Դանելյանը կկարճի Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը։ Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանելյանին, սակայն օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։ Իսկ ինչ էին գրել գործարարի պաշտպանները։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանի շինծու քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, այնուհետև աննախադեպ արագությամբ իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան եւ մակագրվում դատավոր Արմեն Դանելյանին, որը փաստաբանների վստահությանը չի արժանանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի ԿՊԱ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու կոնկրետ պլաններ ունեն։ Ըստ մեր աղբյուրների Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ վեհապարի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են։ Ըստ մեր աղբյուրների իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրև հակապետական անձանց եւ ամեն գնով հասնել վեհապարի հեռացմանը։ Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 30-ին
վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում մի սկանդալային գրառում էր արել. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես»։ Եվ շուրջ 1 ամիս է Փաշինյանն ամեն օր գրառումներ է անում հոգևոր հայրերի մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի կառավարությունը պատրաստում է հրաժարական վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետներ ներկայացնել։ Տեղեկացանք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը։ Ենթասպայական և սպայական կազմերի համար պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին և կավարտվեն հոկտեմբերի 2-ին։ Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը։ Մինչև անցնենք պոլիտիկեմի հոդվածին, առաջարկում եմ գովազդային դադար և վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ, մինչև անցնել հոդվածը կառաջարկեմ բաժանորդագրվեք մեր ալիքին անպայման, որպեսզի մեծացնենք նաև մեր լսարանը։ Եվ այսպես հոդվածը պոլիտիկեմի։ Օրերս մենք մտահոգություն ենք հայտնել, որ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի հեղինակությունը կարող է վնասվել, եթե իշխանական քարոզչամեքենան կարողանա հիմնավորված կերպով նրան կապել հանրության կողմից մերժված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կառավարության նախկին համակարգետ Սամվել Կարապետյանին նախկին համակարգետ նույնականացնելու համար Սերժ Սարգսյանի թիմը ջանք չի խնայում, բանը հասավ նրան, որ ՀԿ-ական երիթևը, որը քաղաքական շրջանակներին հայտնի է միայն այս կամ այն գործչի դեմ, Սերժ Սարգսյանի հրահանգով հայանքների արշավների մասնակցությամբ Սամվել Կարապետյանի նկարներով երթ անցկացրեցին։ Սա լուրջ հարված էր բարի համբավ եւ հեղինակություն ունեցող Կարապետյանին։ Կարապետյանների ընտանիքը մեկ օր անց ցույց տվեց, որ քաղաքական առումով որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հետ։ Կարապետյանները հայտարարեցին, որ ստեղծում են փաստաբանական խմբեր, որոնք պաշտպանելու են քաղաքացիների իրավունքները։ Հարգելի հայրենակիցներ, եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը նույնպես ենթարկվել եք ապօրինի քրեական հետապնդման եւ բանտարկման, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր, որոնք անվճար կզբաղվեն ձեր գործերով եւ կփորձեն հասնել արդարացի լուծման ձեր համար։ Ստորև ներկայացնում ենք փաստաբանների հեռախոսահամարները, ասում էր հայտարարության մեջ։ Հրապարակված անունների մեջ չկար ոչ մի անուն, որ կապ ունի Սերժ Սարգսյանի թիմի հետ։ Ցուցակում ներառված էին հմուտ փաստաբաններ, սակայն նրանք չեն ասոցացվում որևէ քաղաքական ուժի հետ, հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ։ Եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանի թիմի հետ կապ ունեցող նրանից ֆինանսավորվող փաստաբանները ամենաակտիվն էին Կարապետյանի դեմ իրականացվող ապօրինությունների ֆոնին հանրությանը ներկայանալու գործում, ապա կարելի է փաստել նրանց այդ ցուցակում չներառելը հենց նպատակ ունի ցույց տալու, որ Սամվել Կարապետյանը հեռու է մնում Սերժ Սարգսյանից։ Մենք այս թեմային անդրադառնում ենք, իհարկե մեր աջակցությունը գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանին եւ այս առումով շատ կարեւոր է, ինչպես արդեն ասացինք, իր քաղաքական դաշտում որպես առանձին ֆիգուրի ձևավորումը։ Նիկոլ Փաշինյանը դա հասկացել է եւ դրա համար է հին պլաստինկաներ շրջանառության մեջ դնում, տեղեկատվական այնպիսի աղմուկ են սարքում, որպեսզի Սամվել Կարապետյանի պատմությունը մոռացվի կամ առնվազն խամրվի այս նոր պատմությունների ֆոնին, հա, եւ այս առումով նույնքան վտանգավոր է, որքան այդ տեղեկատվական արշավները, որոնք անում են նրա հեղինակությունը կամ նրա շուրջ տեղի ունեցող պատմությունները խամրեցնելու համար, իր անվան կապումը հատկապես Սերժ Սարգսյանի հետ։ Ինչու հատկապես Սերժ Սարգսյանի հետ, որովհետև 2018 թվականին իրապես հանրությունը նրան մերժել է եւ մերժել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, երբ նրանք չեն անցել խորհրդարան, մերժել է նաեւ 2021-ին, երբ չի ընտրել ըստ էության
պատիվ ունեմ դաշինքին եւ պատիվ ունեմ դաշինքը խորհրդարանն է անցել միայն օրենքի ուժով եւ ընդամենը մի քանի հազար ձայն ավել ունենալով Արամ Զավենիչից։ Հեղինակության առումով Սերժ Սարգսյանը Արամ Զավենիչից մեր հանրության համար հատկապես չի տարբերվում։ Ինձ համար իհարկե տարբերություն կա, որովհետեւ Արամ Զավենիչը ուղղակի ուրացել է անգամ իր եղբոր հիշատակը եւ այստեղ այս անձերը համեմատելի չեն, բայց ամեն դեպքում հանրությունը այդպիսի ընկալում ունի։ Եվ այս ֆոնին, եթե նոր ձևավորվող ներքաղաքական դաշտում ուժային կենտրոնը, որը պիտի լինի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հանկարծ փոխկապակցվի Սերժ Սարգսյանի հետ կամ մեկ այլ ընդդիմադրի հետ, ապա մենք կարող ենք ասել, որ նոր կենտրոն չի ձևավորվել ուղղակի։ Սա պիտի փաստել, այսինքն քաղաքական հաշվարկը դա է հուշում։ Սամվել Կարապետյանի անունը փոխկապակցել որևէ այլ քաղաքական գործչի հետ, ընդդիմադիր լիդերի հետ, նշանակում է թույլ չտալ, որ ձևավորվի նոր կենտրոն իր գլխավորությամբ։ Հատկապես Սերժ Սարգսյանի մասով, որ այդ մարդը մերժելի է հանրության բացարձակ մեծամասնության համար, եւ հատկապես այն իմաստով մենք առանձնացրել Սերժ Սարգսյանին, որտեղ իր թիմը ամենաակտիվն է փորձում Սամվել Կարապետյանի անունը կապել իրենց հետ։ Իսկեն այդ մարդիկ, որոնք տասնյակ գործիչների, հանրության մեծ շերտերի հայանքներ են տալիս, այդ կերպ են ընկալվում մարդկանց կողմից, ասենք ոնց կարող է Նիկոլ Փաշինյանին ընտրող շարքային քաղաքացուն, ժեղ, տգետ ասող մարդը Սամվել Կարապետյանի նկարը ասես բռնած գա ու դու կարծես որ դա օգուտ է լինելու Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանին վստահ եմ աջակցելու են մարդիկ, որոնք նաև 2018-ին 21-ին խաբվել են Նիկոլ Փաշինյանին։ Բայց երբ որ դուք այդ մարդու նկարը վերցած գալիս եք, իրենց էլ ասում եք ժեղ, այդ մարդը ձեզ կամ նրանց ասոցացնելու է Սամվել Կարապետյանի հետ, եւ որքան որ ձեզ է մերժում, այնքան էլ մերժելու այդ մարդուն։ Մարդ, որը կապ չունի ձեր հայտարարությունների հետ եւ ձեր քաղաքական անցյալի հետ։ Գանք միջազգային լուրերին եւ ամփոփենք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ Թուրքիայի ղեկավարի փաստացի իրավիճակը պետք է հնարավորինս շուտ վերածվի մշտական կայունության։ Նա ընդգծել է, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է խորանալ եւ անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ հասնել մշտական հրադադարի։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը այսօր հունիսի 25-ին հրապարակել է մեկնաբանություն Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Զակոն կայքը։ Ինչպես ընդգծել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սամադիարովը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործերն են։ Ղազախստանը զարգացնում է լիարժեք համագործակցություն Հայաստանի հետ, բարեկամության եւ ռազմավարական գործընկերության ոգով։ Մենք գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը։ Մենք հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն եւ բարգավաճում։ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է դադարեցնել ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ համագործակցությունը, հայտնել է պետական լրատվական գործակալությունը։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիֆբաֆը պետական լրատվամիջոցներին տվել է հարցազրույց եւ հայտարարել, որ Իրանը կարագացնի իր քաղաքացիական միջուկային ծրագիրը։ Թեհրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու փորձերի մասին մեղադրանքները։ Հաագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդությամբ։ Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Թեհրանն ավելի վճռական է դարձել։ Մենք չափազանց շատ բան ենք ներդրել այդ տեխնոլոգիաների մեջ, գիտնականները զոհվեցին, ժողովուրդը հանդուրժեց պատժամիջոցները, մեզ պատերազմ պարտադրեցին։ Իրանում ոչ ոք չի հրաժարվի այս ծրագրից, հայտարարել է Արաղչին։ Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքում հոբ համակարգերը մի քանի մարտական մինի ԱԹՍ-ներ են խոցել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ 1 ժամ առաջ Ռեշտ քաղաքի մի շարք շրջաններում մինի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնք հոբ միջոցները գտել են քաղաքի տարբեր հատվածներում, ասում է հայտարարության մեջ։
Այսօր այսքանը միջազգային տեղական մամուլից, ինչպես նաև մեկ հրապարակում պոլիտիկայից կհանդիպենք վաղը, ուրբաթ օրը եւ շաբաթվա վերջին աշխատանքային օրից։ Տեսություն։